Վերուցենք Դմիտրի Պիսարենկոյի հետ, ես գիտեմ, որ մտերմություն ունեցել եք Արմեն Դուլյանի հետ, խնդրեմ պատմեք ինչ ջերմ հուշեր, պահեր կան, որ կուզեիք ներկայացնել և ինչպիսի լրագրող էր, ինչպիսի վերլուծաբան էր Դուլյանը։ Դե ես 90-ականների սկզբին արդեն մտա այն խմբի մեջ, որ կարելի ասել բարձրագույն խմբի մակարդակով է հանդես գալի, նաև այդ վաղ գնում էր սուր լրատվական պայքար մեր ու հակառակորդի թշնամի երկրի հետ Ղարաբաղյան կոնֆլիկտի շրջանակներում եւ Արմենը այն ժամանակ դարձավ մամլոք քարտուղար պաշտպանության նախարարության ու իր գալով այդ պաշտոնի կրեատիվ, այդպես ասած, կրեատիվ մոտեցումներ էին լուսաբանելու այդ կողմին եւ մենք այստեղ չենք պատերազմում, մենք ավելի շուտ մեր Հայաստանի դիրքերին եւ Ղարաբաղի ղեկավարության դիրքերին նպաստում ենք եւ իրանց խոսքն ենք առաջ տանում եւ լինում ենք այն վայրերում, որտեղ իրոք կատարվում են գործողություններ եւ շատ ժամանակ Արմենը կազմակերպում էր մեկնումներ դեպի ճակատագից, այն ժամանակ վառելիքի խնդիր կար եւ հիշում եմ շատ հիշվող մի այդպես գործողում, երբ որ ես Էդիկը Բաղդասարյան, Արաշ Արբացյանը, որոնք այդ վաղ վարչությունում էին պաշտպանության լրատվական վարչությունում էին աշխատում եւ այն ժամանակ նույնիսկ մեքենան առողջապահության նախարարությունն էր տրամադրել եւ մենք գնացել ենք Սյունիք այնտեղ Միքայել Գրիգորյանն էր այդ ուղղությամբ հրամանատարը եւ մի քանի օր այդպես շատ հետաքրքիր եւ բովանդակալից հանդիպումներ ունեցանք եւ վայրերում եղանք, նույնիսկ գերիների հետ խոսեցինք եւ գերիները մեզ հետ կիսվեցին շատ ջերմ իրանց մտքերով ու դա Արմենի sense վաստակն էր, sense կարելի ասել, շատ անմիջականորեն էր խոսում, կիսվում ու չկար այդ պաշտոնականությունը, երբ որ վարչության պետ է իհարկե դա նաև կարելի է այդ վաղ ընդգծել Վազգեն Մանուկյանի այդ որոշումը, որ նա եղավ այդ ժամանակ այդ պաշտոնին եւ դրանից հետո երբ որ պաշտոնանք եղավ Վազգեն Մանուկյանը պաշտոնանք եղավ, նա դուրս եկավ, բայց նա վերադարձավ էլի լրատվություն, սնար գործակալությունում էր եւ այդ իր տարիքում այդ վաղ շատ համարյա թե գրեթե ամեն օր էին ասուլիսներ, այդ վաղ մինչ ինտերնետային դարաշրջան էր, նույն Արամ Աբրամյանը, որը նախագահի մամլոք քարտուղարն էր, կներեք նա հաճախակի անցկացնում էր բրիֆինգներ եւ Արմենը այդ բրիֆինգների ամենա ոնց որ ասած ակտիվ մասնակիցներն են ու շատ ժամանակ երբ որ նա հարց էր տալի, նա բացում էր բովանդակությունը ու հեշտացնում էր նույն այդ բրիֆինգ անցկացնողներին, շատ ժամանակ դա Շուղարյան Ռուբենն էր, Արամն էր Աբրամյան, Մանուչարյան Աշոտը, խորհրդականներ անվտանգության գծով, նույն նախագահն այդ վաղ Լևոն Տեր-Պետրոսյանը այդքան հաճախակի չէր հանդիսանում։ Այդպես կարելի է հավերժ պատմել ու իմ համար մեծ պատիվ է, երբ որ նա այդպես ասած ազատ էր, ես մեզ մոտ ինչ-որ միջոցառում էր ու փորձառու լրագրողների հետ հանդիպում էր ու այդ հանդիպումից հետո ես իրան որպես հարգելի մեծ մեր լեցարգող կոլեգա, ես իրան ճամփու եմ դնում միջև վերելակ, ասի իսկ ինչ ես անում, կարող եմ մի բան մտածենք, միասին համագործակցենք եւ այդպես ծնվեց այդ 5 րոպե Արմեն Դուլյանի հետ հաղորդաշարը մեր ռադիոյում եւ նա գնաց դեպի հավերժություն դինելով գործող մեր աշխատակիցը։